Շնորհակալություն եւ շնորհավորում ենք։ Եվս մեկ անգամ ծափարը։ Вот почитаем на сидящих вопросов, а вот он как гиди. Я так говорю, я катана тасматайки. После этого дека оставлястана, это как футбол талапис. Ողջույն բոլորին, արգանքներս։ Շնորհակալություն հայտնել ֆուտբոլային ակումբին, նորմալս տնօրենին Սուրեն Մաղրոսյանին, Արտակ Ալեքսանյանին, Մենեգի Նավետիսյան, բոլոր հյուրերին, բոլոր ներկաներին, չեք պատկերացնում, թե ինչպիսի հակարդությամբ եմ այստեղ, զգացմունքներս շատ բարձր են, շատ դառն են, հուզինքս նույնպես միշտ հաճելի է վերադառնալ այնտեղ, որտեղ ես սկսվել է ամեն ինչ, և դրա պատվին ուզում եմ Քյունի ֆուտբոլային ակումբին նվիրել մի մարզաշապիկ, որտեղ որ գրված է, որ ամեն ինչ սկսվել է այնտեղից։ Pani Beata, Henry Mkhitaryan. Մունք, հպարտություն, սեր և կարող եմ միայն բոլորի շնորհակալություն հայտնել։ Ծափահարենք, որովհետև իրականում ես վստահ չի համարեք ամենաշատը շնորհակալ։ Ամեն ինչի, չկա մի բան, ինչի համար շնորհակալ չեմ, ամեն ինչի համար շնորհակալ եմ, ինչպես ասացի արդեն ցանկացած մարդուց, ամեն մեկից, ով որ կարողացել է ինձ ճիշտ ուղու վրա դնել, երբ շեղվել եմ, նույն հետադարձ ոնց որ ճանապարհի վրա կարելի ասել դնել եւ ցույց տալ այն ճանապարհը, որը որ պետք է անցնեմ եւ որտեղ եմ ուզում հասնել, չնայած ես ինքս գիտեի որտեղ եմ ուզում հասնել, բայց շատ դեպքերում ինչ որ միտեղ թուլացում կար կամ ինչ որտեղ թերհավատ կար կամ ավելի շատ անհաջողություններից է սովորում, քան թե հաջողություններից։ Բոլորը տեսնում են միայն հաջողությունները, նույնը երբ գիրքը թողարկեցի, շատ մարդիկ ասում էին, իսկ ինչի հաջողություններից չես խոսացել։ Ես խոսում եմ անհաջողություններից, մարդիկ պետք է տեսնեն, երեխաները պետք է տեսնեն, որ ճանապարհը հեշտ չի լինում։ Ճանապարհները պետք է հաղթահարես եւ կարողանաս հասնել այնտեղ, որտեղ որ ուզում ես հասնես։ Մենք հողերի մեջ ենք խաղացել, հողերի մեջ ենք մարզվել, երևի ընդամենը 3 հանդերձական կար այնտեղ, որտեղ որ փոխվում էինք, որպեսզի կարողանայինք մարզմանը մասնակցեինք եւ նույնիսկ մարզումներ կան, երբ այդ մարզումներից հետո նույնիսկ լողանալու հնարավորություն չկար եւ այդպես կեղտոտ վերադառնում էինք տուն։ Ուզում եմ ասել, որ պետք է վայելեք ձեր ամեն մի պահը, կարողանաք հավատալ ինքներդ ձեզ, օգտվել այս բոլոր հնարավորությունից եւ շարժվեք առաջ։ Ինչ է ձեզ համար անձնապես նշանակում լինել լավ մարդ։ Դա առաջի բաներից էր, ինչը հիշել եմ, ինչը որ կապված է հորս հետ, որովհետև ճիշտն ասած շատ քիչ եմ ապրել նրա հետ, շատ քիչ հիշողություններ ունեմ նրա հետ կապված, եւ դա այն կարևոր դրվագներից է, որը որ մինչ այսօր ինձ հետապնդում է եւ հիշում եմ, որ ասել է պետք է լավ մարդ դառնաս։ Ինքը ինձ երբեք չի ասել, որ պետք է լավ ֆուտբոլիստ դառնաս։ Փորձել եմ լավ մարդ լինել, փորձել եմ ինձ այնպես պահել, որ իմ ծնողներն ինձ անհպարտանան եւ գլուխները չկարողանան կախել, եթե ինչ-որ մեկին նեղացրել եմ կամ վիրավորել եմ, ինձ կներեք, դա չեմ ուզեցել, երևի այդպես է ստացվել, դրա համար հիմա ոնց որ ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, եթե ինչ-որ մի բան այն չի եղել։ Ուսումը շատ կարևոր է։ Ֆուտբոլը նույնպես, բայց գալիս է մի պահ, երբ արդեն հասկանում ես, որ ֆուտբոլը
ապագա չի կամ արդեն ավարտում ես քո ֆուտբոլային կարիերան եւ պետք է ուրիշ մի բանով զբաղվես, որ ունենաս գիտելիքներ այս կյանքում քո տեղ ունենալու։ Ակումբի բազայի մոտակայքում է գտնվում նաև Հրազդան ստադիոնը, որը տեսել է ձեր երկու պատմական գոլերը, Թուրքիայի հաղթական գոլը եւ Իտալիայի դեմ խաղի գոլը։ Կոնկրետ այդ երկու գոլերը ինչ կարևորություն ունեն ձեզ համար եւ եթե բնութագրեիք, ինչպես կբնութագրեիք։ Սկսեմ երիտասարդական հավաքանի կազմում Թուրքիայի միջև 21 տարեկանների դեմ հանդիպումով։ Այդ գոլից հետո ուղղակի ցնծություն էր։ Մինչ խաղը ոչ մեկս չէինք սպասում, որ Հրազդան մարտադաշտում գրեթե 35,000 հանդիսատես կգա հանդիպմանը եւ մեզ համար դա ուղղակի կարելի ասել շոկ էր ինչ-որ միտեղ, որտեղ մինչ այդ եւ դրանից հետո երբեք այդպիսի բան չի եղել։ Դա շատ մեծ ոգևորություն էր, շատ մեծ շարժառիթ էր մեզ համար, որպեսզի կարողանանք այդ խաղը բարձր մակարդակով խաղալ։ Ինքը խաղը ընդհանուր շատ հետաքրքիր չէր, որտեղ լարվածությունը շատ մեծ էր թե մեզ մոտ, թե նրանց մոտ, բայց 1-0 պարտվելուց հետո երևի թե հասկացանք, որ ոչինչ չունենք կորցնելու եւ եկեք գնանք առաջ։ Խաղ հավասարացրեցինք 91-րդ րոպեին եւ հաղթական գոլը տեղ ունեցավ 93 թե 94-րդ րոպեին, չեմ հիշում, բայց այդ գոլից հետո, չգիտեմ, ես ինքս չեմ հասկանում թե ինչ տեղ ունեցավ, ինչ էի անում, ուր էի գնում, բայց էմոցիաները շատ բարձր էին։ Երկրորդ գոլն էլ Իտալիայի հավաքանի դեմ, այդ խաղին էլ երևի շատերը տեսել են այդ լուսանկարը, այդ ցնծության, այդ նշելու պահը, իմ համար չգիտեմ, Իտալիային գոլ խփելը այդ ժամանակ ուղղակի երևի թե երազանք է, ոչ միայն Իտալիային, այլ նաև Ջանլուջի Բուֆոնին, ով այդ ժամանակ լավագույն դարպասապահն էր, եթե ոչ լավագույններից մեկը, երևի կարող եմ ասել ազգային հակում խփածս ամենակարևոր գոլերից մեկը ինձ համար, իհարկե այդ խաղը պարտվեցինք 3-1 հաշվով, բայց իմ համար, իմ կարևորության համար դա շատ կարևոր էր։ Որ ձեզի շատ խնդրեմ, ձեր կարիերան չավարտեք էլի։ Շնորհակալ եմ հավատալու համար, ցավոք հասնում է մի պահ կարիերայի ընթացքում, երբ հասկանում ես, որ այլևս չես կարող առաջ գնալ եւ պետք է կարիերան ավարտես, հրաժարվես խաղալուց, խաղակոշիկներդ կախես մեխից եւ ուրիշ բանով զբաղվես։ Շնորհակալ եմ հավատալու համար, կաշխատեմ խաղալ այնքան ժամանակ, ինչքան որ հնարավոր կլինի։ Բարև ձեզ Հելնի Մխիթարյան, որ կարիերան վերջացնեք մարզիչ կուզեք լինել։ Դեռ չեմ մտածել ինչով կզբաղվեմ ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո կփորձեմ 1 տարի հանդես գալ, հետո արդեն կհասկանամ արդյոք ժամանակն է ավարտելու կարիերաս թե ոչ եւ ինչով կցանկանամ զբաղվել։ Դեռ չեմ կարող ասել ինչով եմ զբաղվելու, որովհետեւ դեռ դրա մասին չեմ մտածել։ Չնայած որ հնարավորությունները շատ են, բայց պետք է լավագույնը ընտրեմ ինձ համար։